Յա, նկարում եք։ Դե ինչ, ալո, բարև ձեզ, ալո։ Ձեզ այդ կրկին արդարագույն անզուգական զարթող բզնունի բիլսյա պրամիկոյ էֆիրի մի բիլսիվի և այսօրվա եթերը մենք նվիրում ենք, գիտեք ինչին, որպեսի ես հիշեցնեմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, նախկինների կերած այդ բաների մասին, էլի, կուլտուրական ասած, նախկինների կերած քաղաքերի մասին, հասկանաք, որովհետև եթե ես չի հիշացնեմ, դուք մոռանում եք, ես նկատել եմ, որ դուք հայուգենը շատ շուտ, շատ կարճ բան ունեք, հիշողություն ունեք, հասկանաք, ամեն ինչ մոռանում եք, ինչ եղել, չեղել, իսկ եթե դուք շատ հաճախ նայեք, ասենք, հմեկը, free news-ը, civic EMA ինչա, այդ ալիքները, որ նայեք, հասկանաք, թե նախկինները ինչ են բերել մեր գլխներին, ուրիշ ալիք հանկարծ չնայեք ժողովուրդ ջան, հանկարծ ոչ մի ինչ-որ ընդդիմադիր բան, տենց բաներ հանկարծ չնայեք, որովհետև ձեր ուղեղը բան կլինի, կփչանա, հա, մի ձևի բան, կարոտքի կտա, էլի, տենց բաներ մի նայեք, միայն հմեք, free news ու բան, ինչ էր, civic միրիկ, հա, դե ինչ հիշեցնենք ինչ է եղել նախկինների ժամանակ, որը դուք հպարտ քաղաքացիներ արդեն մոռանում եք, շատ վատավոր մոռանում եք, սկսեք նույնիսկ ցուցակ եմ կազմել, օրինակ նախկինների վաղտ, բան չկար, ծծովի կոնֆետ չկար, դե ուղղակի չկար, հասկանաք, ժողովուրդը ինչ ձեռի տակ ընկնում էր, ծծում էր, այդ տենց կարգի, տենց շնաբարո, թրգաբարո բարքեր էին, ոնց որ բարգավաճում Հայաստանում, հասկանաք, իր ձեռների տակ բռնում են, դե հիմա իրաց մեկ էր, ասենք, կարևոր է ծծովի բանը լինի, բանը, օրինակ, ինստուտ, որ հիմա լիքը ինստուտ է, չէ, որ գնում ենք, սովորվում ենք, այն ժամանակ նախկինների վաղտ չկար ինստուտ, մնգոյից հետո քյասար գնում էինք բանակ, 25 տարի ծառայում էինք ու տուրժը մեզ շպրտում էին ծերանոց, էդ էր մեր կարիերան, հասկանաք, նախկինների ժամանակ, մարդկություն չկար էլի, հետո, օրինակ, տոսկի բան էլ չկար, ծննդատուն չկար, ոչ մի ծննդատուն չկար, բանը մետ հարփած արագիլ էր, գալիս էր գլուխը ստոլբերին խփելով բան, ման այդ երեխունս բրախում էր, քացով տշում էր, շպրտում էր ներքև, ասում էր նադայել լարի կարա ձեր բանին, թուլին հավքեք տարեք, բան ու թռնում էր, այդ էր մեր ոնց որ ծննդատուն, հասկանում եք, վերջում է քրվում էր, հա, այդ երեխուն մեր հետ քրվում, հեր հետ քրվում, ոչ ամբեր գիտեք արագիլների ոչ էլի, հա, բան չկար, ժողովուրդ ջան, ստրիպտիզ, որը անհրաժեշտ է, հասկանաք, ստրիպտիզ չկար, այն ժամանակ ստրիպտիզը ով էր, բանը, Ժեկի պետը սենց մի հատ պոլդույմ տրուբա էր տնգծնում կաբինետի մեջ տեղում ու սկսում էր պալել այդ պոլդույմ տրուբի վրան, մենք հետ ստիպված գալիս էինք, հենց փողմող էինք գցում դրա ոնց որ տրուսիկի մեջ, Ժեկի պետի էլի, հա, դե ինքն մենակ տրուսիկով էր, այն տրուսիկներ կան, սենց լոմփո են, ռուսի ասած սիմեյնի տրուսի, հա, որ են դելֆիններով, բաներով, հա, այդպես ոնց որ փող էր աշխատում մարդ, էլի, բան օրինակ, դպրոցը, դե Սաշիկի ժամանակ вообще հիշում եք ինչ բաներ, արհավիրք էր կատարվում, Սաշիկի ժամանակ դպրոցը 5 դասարան էր, 5-րդ դասարանից վերջացնում ենք, ավարտում ենք դպրոցը ու գնում ենք բան, քոցություն անելու, քոց էինք, էլի, դե բան, դե պարզ չի, հա, բան չկար, մահի եղածը ինչ էր, որ չկա, մահ չկար, ստիպված ասում էինք բան, պրիվետ, ռոբ ու սուսուփու սպասում, որովհետև պրիվետ ռոբից հետո հաստատ մահը կգար, էլի, դե գիտեք, հա, պրիվետ ռոբ, սեքս չկար ժողովուրդ ջան, ավաղ, սեքս չկար, ուրեմն կնանիք քֆուրներից էին հղյանում, հա, խլեշից բանից հղյանում էին, բայց սեքս կոնկրետ չկար, ուրեմն խաշ, նախկինների ժամանակ, ինչ խաշ, գնում էինք դաշտեր, ձորեր, թափառում էինք, թրև էինք գալի, մի հատ կով էինք տենում, ուրեմն սխտորը քսում էինք այս կովի ոտին ու սկսում էինք կծել այդ կովի ոտը, ինքն է փակնում ա դե, ասենք, սաղ էլի, հա, այդ էլ մեր խաշն էր, էլի, սխտորը էինք քսում, կծում, մծում, արա չեմ ուզում դաժի հիշել այդ ժամանակները, հա, հետո արև չկար, արև, նախկինների ժամանակ դուք արև տեսել եք, արևի տեղը բան էր մի ասես, դեղին ստից մի հատ զպրտիչ, ասես զպրտիչ էր դեղնոտ, սկի արևի նման էլ չէր, լավա որ 2018-ից հետո մեր արևները արև հետ բերեցին Նիկոլենք, հա, ուրեմն դա ասեցինք, լուսին եղած ինչ էր, չկար ախպետ ջան,
Այն ինչ որ կար բաններ, կիսալուսիններ։ Ինչու՞, դե որովհետև Սաշիկներ աղբեր ջան։ Սաշիկը հենց եկավ, լուսինը 50-50 արեց, դարձեց կիսալուսին։ Թալան էլի, ալան թալան։ 30 տարի մեզիկ թալնին, 30 տարի։ Հա։ Ուրեմն հետո հեսա մոտը ցուցակը կահելի, հա։ Սամալյոնդ, չկար սամալյոտ, հա։ Բաներով ենք թռնում Մոսկվա, արծիվներով։ Հա, մարդկար բաշի ագրավներով էր թռնում, հետի вообще էկոնոմ կլասները ագրավներով էին թռնում, էլի։ Ջոշ տոնսեր էր, էլի, հա։ Բաներով, օրինակ, գազանանոց, նախկիների ժամանակ դու գազանանոց եք տեսի, չկար, գազանանոց չկար ուղղակի, հասկանում եք, բան, դուրսը իրար ենք նայում, հայերով, ու դրանով բավարարվում ենք, յանի գազան ենք տեսել, էլի, դե բարձ է։ Հա, բարև չկար, ժոր նախկիների ժամանակ չէին ասում բարև, շատ ասում են, իրար նայում են, մուննաթով ասում են, եх թաղեմ ազիզդ, հա, ու ոնց որ գնում են իրանց գործով, էդի մեր բարևներ, նորմալ, ասենք, բառապաշարում ենք էլի, դո թաղեմ ազիզը, թաղեմ բոյետ էին եք ասում, բայց դաժե թաղում չկար, ժողովուրդ ջան, դաժե թաղում չկար, մարդուն, դաժե մեկը, ասենք, փռշտում էր, չէ, վсё, արդեն ինչ բժիշկ բան դե, որովհետև բժշկություն չկար, մի հատ փռշտում էր մարդը, տուրժը տանում ենք, ձորից բրախում ենք ներքև, ձորից Գաբրելամի շերելնում ու տեղում ոնց որ արդեն դառնում էր դիակ։ Հա, բանը, ուրեմն, ջուր, աղբեր, ինչ ջուր, ինչ բան, աղկիների ժամանակով էր ջուր տեսե, բան էր, անձրև էինք սպասում, որ խմենք, հաբա ինչ անեինք, ասենք, ինչ անեինք, շատերը իրանց պոլիկլինիկայի անալիզները չէին հանձնում պոլիկլինիկա, որ խմեն, այդ կատաստրոֆիկ վիճակ էր, կատաստրոֆիկ, հա, ուրեմն, բանը, էդի ասեցի, նարկոզ չկար, ինչ նարկոզ, ինչ բան, բժիշկը ասենց չագուչը հանում էր, բզզում էր հիվանդի գլխին, դե պարզ է, հիվանդը գլուշիտ էր ելնում, բժիշկը իր օպերացիան անում էր, շատ հաճախ, շատ սխալ օպերացիա էր անում, вообще ուրիշ բաներ օպերացիա անում, ու ասում էր, դե դավայ հելար սիկտիրվար տաներով վրա ցրվեք, նադա էլ է կարե բան, ասենց վիճակ էր, փողն է վերցնում էր, ուրեմն բանը, չագուչով ասեցի, լիֆտ չկար, ասենք, ես ապրում եմ 9-րդ հարկում, եթե ուզում էի իջնել ներքև, ամեն օր, ասենք 9-րդ հարկից, sense պատուանից Գաբրելամի շեին ներքև, ու տենց կաղելով, մաղելով, ջարդած, փշրած, գնում էի գործի։ Հա բա ինչ անենք, ցավներ տան, թալնել էին մեզիկ։ 30 տարի թալնում մեզիկ, հա։ Բանը հետո, ուրեմն գազ, արա նախկիների ժամանակ, ինչ գազ, ինչ բան, սա ծախել էին ռսներին, չէ։ Գազ ստանալու համար ինչ ենք անում մենք հայերս։ Ճիշտ է, լոբի էինք ուտում, մի քիչ սպասում էինք ու ունենում էինք ոնց որ ավելի բնական գազ։ Հենց մեկը ուզում էր գազ բաց թողել, չէ։ Ուրեմն տնեցիք հետևից զաժիգալքն էս կպցնում էին։ Հա, էսի գազը բաց է թողում ու տուրջ այդ գազի վրա ոնց որ կոֆե էինք կեփում։ Հա, դե մի քիչ նենց հոտ էր գալի այդ կոֆեից, բայց դե հիմա այ քեզ բան հիմա։ Հա, տոսկի կոֆե էլ չկար, ժողովուրդ ջան։ Այմար ժոլուդ էինք աղում, խմում։ Ժոլուդ, ինչ կոֆե, ինչ բան ցավներ տանում։ Հա, էդ էլ ասցինք, ուրեմն պորնո, անհրաժեշտ բան է, չէ՞, պորնո չկար աղբեր ջան, պորնոյի տեղը բան ենք նայում, մեր լեզուն, մեր խոսքը, մեր լեզուն, մեր խոսքն ենք նայում ու ղզղնում, չգիտես ինչու, հա, էդ էլ ասցինք, հա, չմոռանաք ժողովուրդ ջան, ախար այս ամեն ինչ ես պետք է հիշացնեմ ամեն օր, որ դուք չմոռանաք, թե նախկինները ինչ օին են բերել մեր գլխին, հիմա լավ է, թու, հիմա հպատ քաղաքացի ենք, հա, ուրեմն կոմպլիմենտ չկար, կոմպլիմենտ կանանց կոմպլիմենտ չենք անում, պրոստը քացով իջնում ենք բեյնին, կնիկը գլուշի տեր ելնում, այդ կնիկին ասես գցում ենք ուսներից ու տանում ենք պրյամիկոյ բան, ծղոտներ, դե ինչ ուզես, ինչ ուզում անում ենք, էդ էլ կոմպլիմենտներ ասեցի, հա, ուրեմն նոր տարի, ինչ նոր տարի են ժամանակ, ինչ նոր տարի ցավները տանեմ, ոչ բան կար, այդ եղևնի, մեղևնի, տես բաներ գոյություն չուներ, նա ցախավել էինք դնում, կեղտով, նա ցախավել էր, հա, ժեկից էլ, ասենք բանի, ձմեր պապու ձյունանուշիկի տեղը, այն բանից ժեկից բանին էինք կանչում, սանտեխնիկին, հարպած նա սանտեխնիկ էր գալի, առանց մուրուկ, առանց, ասենք ոնց կար էր, ասենք պաժիզնի, հետնել երկու հատ հարպած լկած ագարկա էր միշտ գալի, յանին ձյունանուշիկներ են ընենց դվայնոյ, դաբլ ստրայք էր խպում էլի, հա, դες լրփանում էին, բասախ լափում էին, սեղանին ինչ կա չկա, լկում, լափում, շպրտում, իրար քցում, մցում, քրֆում, այդ ագարկեքին քցում էր քացուտակ ոչ, տենց մի քիչ խայտարակ վիճակ էր, բայց դե հիմա էդ է,
Հա, ուրեմն հա, բան չկար, բենզին չկար, ավտոն ցախով էր աշխատում։ Ինչ ավտո ուզում ես ունեցի, ցախը մեջը պիտի լիներ, որ ցախը վառում էինք, կպցնում էինք ու ծոր քշում էինք։ Բրթելով իհարկե։ Հա, էլ ինչ չկար, ուրեմն հեծանիվ չկար, այդ հիմա է մեր Նիկոլը հեծանիվ քշում։ Նախկինների ժամանակ ինչ հեծանիվ արա։ Բան, այդ հեծանիվ չկար, հեծանիվի տեղը բան էինք քշում։ Պեդալով ձի։ Հա, դες ասենք դուրսը քայլում ենք, ասում ենք ի։ Այն ասում էր պեդալով ձի ու սկսում ենք քշել։ Խայտարակ արայդի ժամանակներ էին, յախ կրա, ֆու։ Հետո հորա չագուշ չկա ժողովուրդ, նա հիշեք, նախկինների ժամանակ դուք չագուշ տեսել եք, մեխը որ ուզում ենք խփենք պատի մեջ, գլխով էինք խփում։ Հա, ուզում ենք ասենք նկար կախենք, չէ՞, չնայած այն վաղ նկարել չկար, հա, ինչ-որ ժեկի թղթեր էինք, այդպես կախում պատիցին։ Գլխով էինք խփում այդ մեխը, որ ոնց որ, հա, հետո կախենք։ Բան չկար, օրինակ, բառ չկար, խոսք, բառ, մենք ժեստերով էինք խոսում, մինչև 2018 թվական ժեստերով էինք խոսում, հետո այդ Սուրբ Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլը բան տվեց, հրահանգեց, որ Մեսրոպ Մաշտոցին են աշխարհից վերտալյոտով բերեցին, այս թաթարախի տարմար գրեց ու բան, երկու կապեկ փող գցեցին ջեբը ու բրախին էլի հետ են աշխարհին։ Հա, ուրեմն բան, ասենք այն մի հատ խաղ կա, չէ, ինչ որտեղ երբ, что где когда։ Դրա տեղը բաններ, կիսաբաց լուսամուտներն էր։ Կիսաբացից էինք հասկանում, թե ինտելեկտը ինչա նշանակում, հասկանում եք։ Բան, կինո չկար, նույնիսկ կինո չկար։ Գիտեք ինչ էինք անում, հələ հիշեք, կինո նայելու տեղը։ Նստում էինք տանը, ասես դատարկ պատին էինք նայում, ու ասես հուզվում էինք։ Յանի մնաց բանա, ժիզնենի կինո է, էլի հուզվում էինք պատից, հələ խորացեք։ Հետո 3-րդ հարգից տենց գաբրլամուշ էինք լնում, ներքև ու գնում էինք գործի։ Վայ, թաղեմ այդ ժամանակները, այդ ինչ էր։ Հա, բանը սուշի, այդ հիմա է լիքը, սուշի, սաշիմի, ես իմ ինչ, արա, նախկին եւ ինչ սուշի։ Բռնում էինք կարաս կամ բան, կողակ, մամուրի մեջ էինք սետ փաթում, ու դες հում լափում ու սատկում էինք ազգովի, վերանում էինք, այդ էր մեր սուշիներ, արա, օրս արև արա։ Յախ կրա գժվում եմ արա։ Հա, էլ ինչ էր, բան, տիրամիսու, հիմա տիրամիսու կա, չէ, արա աղբեր ինչ տիրամիսու, չեք ծնդել արա։ Ծառի կեղև էինք ուտում, կեղև, թուփ, բան, չոր խոտ, այդ էինք լափում, այդ էր մեր տիրամիսուն էր։ Վարալավարա, բան չկար դաժը, օծանելիք, դուխի հիշում եք որ ելներ, չէ, նախկիների վաղտ ինչ էինք անում, թրիկը վերցնում էինք, լավ պրտում էինք, թևերի տակով վրեքներես բան, որ յանին բան, լավ հոտ գա, էլի յանին մենք բան ենք, ծիտ ենք, էլի, արա խայտարակություններ, ոնց որ բան, թրիկը կսում էինք, յանին սեքսի կտոր ենք, էլի հերնում էինք, ֆրֆրում էինք, բան, վայ, խայտարակություններ, բանը չկար, օրինակ, ամենակարևորը, ուրեմն երազանքներ չուներ հայ ազգը, երազանքներ չկային, որովհետև թալնել էին մեր երազանքները, ու ամեն առավոտ հայ ազգը ոնց էր զարթնում, ճիշտ է, երազախապ եղած վիճակում, որովհետև նախկինների ժամանակ ամեն ինչ թալանված էր։ Ժորժ ջան, ես նույնիսկ չեմ ուզում հիշել, էլի դուք էլ ինքներդ եթե ինչ-որ բան հիշում եք, կոմենտներում գրեք։ Ու մի մոռացեք, բաժանորդագրեք, like դրեք, comment գրեք, share արեք, որպեսզի մեր հայ ազգը չմոռանա այդ անցյալը։